Որ թրիփը չի ամրապնդելու Հայաստանի ինքնիշխանությունը, չնայած Փաշինյանը հակառակն է պնդում, արդեն ոչ միայն նրա անդիմախոսներն են արձանագրում, այլև անգամ միջազգային պարբերականները։ Ամերիկյան Foreign Policy-ն ուղիղ գրել է 42 կիլոմետրանոց ճանապարհը, որ պետք է անցնի Սյունիքով, խոշոր խաղացողների շահերի բախման թատերաբեմ է դառնալու։ Ես միշտ ասել եմ, որ Հայաստանը պետք է խուսափի աշխարհաքաղաքական բևեռների բախման թատերաբեմ դառնալուց, որ այս իշխանությունները չեն կարողացել անեն, ձախողել են։ Իրան, Միացյալ Նահանգներ հնարավոր բախման ամենաթեժ պահին Միացյալ Նահանգներն աննկատ, բայց նշանակալիորեն ամրացնում է ոտքը Իրանից հյուսիս գտնվող երկու երկրներում, Հայաստանում եւ Ադրբեջանում, ընդգծում է ամերիկյան պարբերականը։ Խորհրդարանի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պատահական չի համարում Հայաստանի պաշտպանության նախարարի վերջին այցը Թեհրան։ Նրա խոսքով ակնհայտ է, որքան էլ Փաշինյանի կաբինետը տարատեսակ պարզաբանումներ տա, թե մեր հարավային հարևանը Սյունիքում ամերիկյան ներկայությամբ մտահոգվելու կարիք չունի, իրանցիների մտահոգությունները չեն փարատվում։ Իսրայել-Իրան հակասությունների պայմաններում, երբ ամերիկյան կողմը ուղղակի սկսում է վերահսկել Իրանի հյուսիսային սահմանը, ընդդեմ խոսքը չի գնում միայն Հայաստանի կողմից, նաև Ադրբեջանի կողմից։ Ադրբեջան-Իսրայել ռազմավարական համագործակցությունը վերջը նաև թիրախավորում է Իրանին։ Մարզ է, որ Իրանի մոտ մտահոգություններ առաջանում։ Թրամփի ուղու հարցով մտահոգ է մնում նաև Մոսկվան։ Foreign Policy-ի հոդվածագիրը նկատում է, Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանում եւ ամբողջ Կովկասում իր դիրքերը թուլացել են, բայց շարունակում է ակտիվ լինել տարածաշրջանում, փորձելով վերանվաճել կորցրածը։ Ռուսաստանը չի թաքցրել, որ դեմ է հարավային Կովկասում արևել-կարևմուտք կապի այնպիսի նախագծերին, որոնք նպատակ ունեն իրենց վրա վերցնել էներգամատակարարի եւ տարանցիկ երկրի ֆունկցիան, եւ որոնցում ներգրավված են արևմտյան երկրներ, այդ թվում Միացյալ Նահանգները։ Ովքեր Արթուր Խաչատրյանի խոսքով խոշոր նախագծերը պետք է հաշվի առնեն տարածաշրջանային բոլոր խոշոր խաղացողների շահերը, հակառակ դեպքում դրանք անպայման կռվախնձոր են դառնալու։ Որպեսզի ենթակառուցվածքը միավորող եւ խաղաղություն հաստատող գործոն լինի, այլ ոչ թե լարվածության աճի, որի ծայրահեղ դրսևորումը կարող է լինել ռազմական բախումը, որպեսզի չլինենք բախման կենտրոն, անհրաժեշտ է, որ այն երկրները, ովքեր շահեր ունեն տվյալ ենթակառուցվածքի գործողությունից, գործունեությունից, համատեղ կարողանան աշխատել այդ ենթակառուցվածքների կառուցման եւ շահագործման ուղղությամբ։ Մինչդեռ ըստ ընդդիմադիր պատգամավորի Հայաստանի իշխանավորները բացառում են որևէ այլ երկրի ներգրավվածությունը թրիփին, հայտարարելով, որ դա զուտ հայ-ամերիկյան նախագիծ է։ Արթուր Խաչատրյանի կարծիքով այսպես անտեսվում է նաև Չինաստանի գործոնը։ Foreign Policy-ն էլ է գրել, որ Չինաստանի աչքում Կովկասը եւ Կենտրոնական Ասիան Չինաստանը Եվրոպային կապող միջին միջանցքի հիմնական հանգույցներն են։ Որպեսզի այս մեր ենթակառուցվածքը դառնա միավորող գործոն, այդ բոլոր ուժերը ինչ որ չափով պետք է կարողանան մասնակցել։ Այլապես, եթե ստեղ դու խնդիր ես դնում, լավ, օրինակ, մի կողմի ամբողջական վերահսկողության տակ է անցնում, որով երրորդ կողմի, այլ կողմի կամ այլ կողմերի շահերին է հարվածում, ակնհայտ է, չէ, որ այդ կողմերը հակաքայլերի են դիմելու, եւ ակնհայտ է, որ այդ հակաքայլերի թիրախը Հայաստանի Հանրապետությունն է լինելու։ Խաչատրյանը վստահ է, Հայաստանում իշխանափոխության դեպքում հնարավոր է համադրել աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների շահերը։ Այո, կարելի է բանակցել եւ կարելի է բերել ոչ թե շահառու կողմերի բախման, այլ շահառու կողմերի շահերի համադրման։ Կարնե Մանգասարյան, Աշոտ Մնոյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։